Անտվերպենում ձերբակալել են 3 երիտասարդի, որոնք կասկածվում են քաղաքական գործիչների, նաև վարչապետ Բարդը Վևերի դեմ մահափորձեր պլանավորելու համար։ Ձերբակալվածները 18, 23 և 24 տարեկան են։ Դատախազության տվյալներով նրանք պլանավորում էին ջիհադիստական գաղափարախոսությունից ոգեշնչված ահաբեկչական հարձակում։ Կասկածյալները պլանավորել էին պայթուցիկ սարքն ամրացնել անօդաչու թռչող սարքին։ Թեհրանը կարող էր արդեն միջուկային զենք ձեռք բերել, եթե Միացյալ Նահանգները չհարվածեր իրանական թիրախներին։ Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք հավանաբար մինչ այժմ կունենային միջուկային զենք եւ ոչ թե մեկ, այլ մի քանի միջուկային մարտագլխիկներ, ճեպազրույցի ժամանակ ասել է նա։ Հիմա, ըստ Թրամփի, Իրանը ցանկանում է աշխատել խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը ռմբակոծել է Կիևը, ԱԹՍ-ների բեկորներից բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորների թիվը հասել է 12-ի, 8-ը հոսպիտալացվել է, 6 շրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Ռուս զինվորականները հայտնաբերել են մոտ 700 մետր երկարությամբ թունել, որն Ուկրաինայի բանակը փորել է Կոնստանտինովկա, Դոնեցկի ժողովրդական հանրապետություն անցնող անտառով։ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար Տաջիկստան մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ առաջնորդներ զբոսնել են Դուշանբեի այգիներում։ Զբոսանքին մասնակցել են Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահները։ Դրոշներ, հրավառություն և հազարավոր մասնակիցներ։ Հյուսիսային Կորեայում մեծ շուքով նշել են աշխատավորական կուսակցության 80-ամյակը։ Պատվավոր հյուրերի թվում է եղել Ռուսաստանի նախկին առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր երեկոյան սպասվում է ռազմական մեծ շքերթ ի պատիվ կուսակցության հիմնադրման։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղեկցելու են Չինաստանի ղեկավար Սի Ցինպինն ու Դմիտրի Մեդվեդևը։ Հարավային Կորեան էլ վերածվել է իսկական Բարբիլենդի։ Երկրում նշել են Մուղլի վարդագույն խոտաբույսի ծաղկման փառատոնը, որի շրջանակում անցկացվել են մի շարք միջոցառումներ ամենն արված վարդագույնով։ Այս խոտաբույսով են պատված երկրի մի շարք շրջաններ, ինչը գեղեցիկ տեսարաններ է ստեղծում, գրավելով հազարավոր մարդկանց ուշադրությունը։ Ֆիլիպիններում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախազգուշացվել է ցունամիի վտանգի մասին։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրցերը կոչ է արել տարհանել երկրի հարավային հատվածի բնակիչներին։